Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր գարնան առաջի օրն է, շնորհավորում եմ բոլորիդ, մանավանդ մեր գյուղատնտեսությունով զբաղվող մեր հայրենակիցներին, ցանկանում եմ ձեզ, որ լինի բերքատու տարի, որ դուք կարողանաք ձեր չարչարանքից լավ արդյունք ստանաք, շատ կարևոր է, որ բերքատու հարուստ տարի լինի, մեր պետությունը գյուղատնտեսական ոլորտով շատ զարգացած է ու մեր պետության բյուջեի մեծ մասը կազմում է գյուղատնտեսական ապրանքների արտահանումից ու տարբեր հոգու ցավ է քաշում մեր ժողովրդին իրենց մթերքի հարցերը լուծել ամեն ամիսներ, ամեն տարիներ, որ կարողանան ապահովված լինեն իրենց պահածոներով, տարբեր պաշարներով, գյուղատնտեսական ոլորտը շատ կարևոր է այսօր, որ մենք կարողանանք զարգացնենք։ Հիմա ես ուզում եմ ասենք, որ ինչ չկատարվում այսօր աշխարհում, մեր հարևան պետությունում, իսլամական պետության դեմ Իրանի մեծ պատերազմ է հայտարարել Ամերիկան, Իսրայելի հետ միացել են, այսօր մեր հարևան երկիրը գտնվում է մեծ պատերազմի մեջ, իրենց հոգևոր ղեկավարին Ալի Խամենեիին հայտարարում են, որ սպանել են, պետությունը այսօր պետականորեն հայտարարել է 40 օր սգի օր, ինչ եմ ուզում ասեմ, մենք շատ սթափ պետք է լինենք, մանավանդ դրանցից շատերը օգտվում են պատերազմական վիճակից, որ թշնամի են իսլամական պետության հետ ու տարբեր խաղեր են աշխարհի մակարդակով ցույց տալում մեր հարևան երկրի դիմաց, մենք պետք է շատ սթափ լինենք ու ասեմ, որ կարողանանք պաշտպանենք մեր ժողովրդին, մեր պաշտպանողական դիրքերի վրա պետք է ամեն օր աշխատանք կատարենք, որ մեր ժողովրդի անվտանգությունը, մեր պետությունը կարողանա ապահովի, որովհետև այսօր մենք ունենք սահման Իրանի իսլամական պետության հետ, մենք լավ համագործակցության հետ ենք երկար տարիներ իրենց հետ ու կապ չունի տարբեր տեսակի սանկցիաները, որ այսօր թույլ չեն տալիս Իրանի հետ համագործակցել տարբեր երկրներ ու այսօր ես գտնվում եմ Արաբական Էմիրություններում, Դուբայում, ասեմ, որ 2 օր է, որ տարբեր ռակետների ու անօդաչուների հարձակումներից այստեղ արդեն մի քանի շենքեր են պայթեցրել, այս ամբողջ գիշերը եղել եմ այդ իրավիճակի մեջը, նայել եմ ինչ է կատարվում ու ռեակտիվնի ինքնաթիռները օդի մեջը պայթեցնում էին անօդաչու ռմբակոծող լրիվ այդ ասած դրոններին, մեր լեզվով ասած, իսկ ժողովուրդ այստեղ շատ խառնաշփոթ իրավիճակի մեջ է գտնվում, որտեղ շատերը իրենց տներից իջել են, իրենց նկյուղներում են պահկվել, ոնց ասած, պահկվել, թաքնվել, իրենց ապաստարաններում ապահովություն գտնել ու բոլորով լավ գիտեք, որ իրենք ամերիկացիները ունեն ռազմաբազաներ արաբական երկրներում, Բախրենում, իրենց նավատորային բազայում պայթեցրել են արդեն Իրանի ռազմական ուժերը, նավատորական բազան իրենք պայթեցրել են ու շարունակում են այս պայթումները իրենք հարձակումները կատարել բոլոր իրենց դաշնակցական երկրների վրա
որոնք պաշտպանում են Ամերիկային ու ունեն ռազմաբազաներ այնտեղից արձակվում են Իրանի իսլամական պետության վրա։ Ես հիմա ճիշտն ասած տեսնում եմ ինչ է կատարվում օդանավակայանում, որ բոլոր թռիչքները փակել են ու փորձում էի ամանով վերադառնայի Ռուսաստան կամ ուրիշ երկիր, այնտեղից Հայաստան, Ամանի аэроպորտը նույնպես փակել են, տերմինալ առաջինում մեծ վնասներ է ստացել Դուբայի տերմինալը, պայթեցնելուց հետո, չգիտեմ ինչքան ժամանակ կտրվի դրա վերանորոգմանը, այստեղ հլվոր օդը փակած է։ Հիմա մենք պետք է կոչ անենք մեր ժողովրդին, որը գտնվում է այսօր արաբական տարբեր երկրներում, մենք ունենք բազմաթիվ հայրենակիցներ, որ նույն իրավիճակի մեջ են գտնվում, չգիտեն ինչ ձևի իրենք ճանապարհ գտնեն դուրս գալ արաբական երկրից։ Ես ցանկանայի, որ մեր Դուբայի, Աբու Դաբի, տարբեր արաբական երկրների մեր դեսպանատներն ու կոնսուլները մեր մեծ աշխատանք կատարեին մեր քաղաքացիների հետ անվտանգ ճանապարհ գտնելու համար, որ կարողանան մեր ժողովուրդը դուրս գան այս իրավիճակի միջից, որտեղ չգիտենք ինչքան կտևի այս պատերազմը։ Ասում փառք տանք, որ շուտ վերջանա այս ամեն ինչը, որովհետև մի քանի խոշոր տերությունների, ղեկավարների պատճառով, եթե չեն կարող մարդիկ գտնեն ճիշտ համերաշխ լեզու բանակցության, ասում է, որ դիվանագիտությունը չի գործում, միանգամից մարդիկ դիմում են պատերազմի։ Դիվանագիտության պակասը պետք է չլինի խոշոր ղեկավարների կողմից, որովհետև այսօր եթե մարդկությունը ճիշտ է գիտակցում, ճիշտ է մտածում, պետք է հասնի ամեն ինչի, որ չլինի պատերազմ։ Մենք այդ ամեն ինչը տեսել ենք։ Տեսել ենք մենք Սումգայիթի 37 տարին, որ երեք լավ հիշողություններ չթողեց մեր բոլորի մոտ։ Սովետական միության ժամանակ ասեմ, որ ռուսների օգնությամբ ոչ մեծ ձևի չպատժեցին այդ բոլոր քաղաքական դաժան գործիչներին ու այդպես էլ թերի մնաց, դրա պատճառով մեր Արցախի պատերազմը սկսվեց ու այսօր գիտեք, որ մենք ունեցանք ինչքան խոշոր կորուստներ Արցախում ու Արցախի կորուստը նույնպես, անպատիժ մնացին շատ ղեկավարներ ու ասու գործը մենք չենք անի, այդպես չի մնա, որտեվ կան բաներ, ասեմ, որ պատմությունը խորը նայում ես, օրինակ, որ շատ խոշոր տիրություն էր համարվում Թուրքիայի օսմանական պետությունը, օսմանական հարձակումից հետո օսմանները, որ հարձակվեցին Հայաստանի, Արևմտյան Հայաստանի մեր հայ ժողովրդի վրա, բնաջնջեցին շատ քանակի մեր հայրենակիցների, իրենք ցեղասպանությունը կատարեցին դարի ամենախոշոր ցեղասպանությունը ու այդ դրանից հետո ասեմ, որ քանդվեց օսմանական իրենց տիրությունը, դարձավ Թուրքիա ու խոշոր տարածքներ բոլոր պետություններ վերադարձրեցին։ Այդ բոլորի պետք է լինի օրինակ ասեմ, որ սովետական միությունը ոնց ստեղծվեց, որ 15 թվականին նույնպես ռուսական զորքը չպաշտպանեց մեր հայերին, ցեղասպանությունից հետո ցարական կայսրությունը տապալվեց, բոլշևիկները եկան իշխանության, մենք Աստծո տված ժողովուրդ ենք, մենք լավ ժողովուրդ ենք,
այդ մեծ տիրությունները պետք է մեկ քիչ պատմությանը ուշադիր լինի ու մեկ քիչ հետ գնա, նոր երկար առաջ նայի, որտեվ կարճ նայողները կարճ են վերջացնում իրենց ճակատագիրը ու դրանից հետո ինչ եղավ, քանդվավ ցարական տիրությունը ու ստեղծվավ սովետական իշխանություն ու դրա մեջ մտան 15 պետություն, երկար տարիներից հետո ասեմ, որ Արցախի պատերազմը, որ սկսվեց ու Սումգավիթի, դրանից հետո սովետական միությունը նույնպես տապալվեց, քանդվեց։ Ինչից է, ասում է, Աստված աչքեր չունի, բայց ամեն ինչ նայում է, ականջներ չունի, բայց ամեն ինչ լսում է։ Դրա համար մենք Աստծո տված ժողովուրդ ենք, առաջի քրիստոնական երկիրն ենք, մենք մեր հավատքը ոչ մի ձևով պետք է չկորցնենք, ամենակարևորը ժողովուրդ ջան, միասնական լինենք, որ ասում ենք խոսքի մեջ, ասում ենք միասնական, բայց այդ դրա մեջ շատ լուրջ գաղափար կա այդ խոսքի մեջը, որ մենք լինենք միասնական, մենք պետք է մանավանդ այս ժամանակ ավելի շատ սիրենք իրար հարգենք, քան թե երբեք։ Պատկերացնում եք, որ հիմա այս ծանր ժամանակաշրջանում, որ խոշոր հրթիռներ են ուղարկում մեկը մյուսի վրա, այստեղ ամբողջ ժողովուրդն է տուժվում։ Ու այս քաղաքական խոշոր գործիչների զավակները, բարեկամները չեն մասնակցում մեր պես, մեր երեխաների պես, որը մասնակցել են պատերազմների, ինպես նույնպես, ու չգիտեն ինչ է կորուստը, ու չգիտեն վիրավոր ընկերոջ փրկելը պատերազմի դաշտում, ու չգիտեն ինչ է հայրենի հող կորցնելը։ Դրա համար մեզ այս ամեն ինչը դաս է եղել, մենք պետք է մեր սխալները չկորցնենք, մեր սխալները պետք է մենք չկրկնենք մեր սխալները ամենակարևորը, որ այսպիսի հին կորուստները, որ ասեմ հին, մոռանանք հին, ինչ այսպիսի նույն կորուստները մենք չստանանք, Շատ կարևոր է մեր համար հիմա ամրապնդել մեր պետության ղեկավարները հիմա շատ պետք է մտածեն ոչ թե ընտրությունների համար, այլ պետք է մտածեն մեր անվտանգության համար, մեր ժողովրդի անվտանգության համար, ամենակարևորն է, ու ես խորհուրդ եմ տալիս մեր պաշտպանության նախարարին հրավիրի թոշակի անցած մեծ փորձություն ունեցող սպաներին, գեներալներին, իրենց հետ անպայման հարցազրույց, շատ լուրջ զրույց ունենան ու կարող ասեմ խորհուրդ ստանան, ինչ ձև կարող են ավելի ամրապնդել մեր սահմանները, մեր բանակի ուժը ու չգիտենք վաղը ինչ կկատարվի։ Ասում փառք պետք է տանք ամեն օր խաղաղության համար, որ խաղաղություն լինի, խաղաղությունը լավ բան է, մեր հայրենակիցներից էլ ցանկանում եմ համբերություն, տեսնենք ինչ ձև ենք մենք վերադառնում մեր հայրենիք։ Ես ձեր բոլորին սիրում հարգում եմ ու խաղաղություն եմ ցանկանում աշխարհին, մեր ժողովրդին նույնպես։ Լավ լինեք ժողովուրդ ջան։ Իրար հետ միասին։